ատոմակայաններ փակվել, հրազդանմաշներ թալանվում, լիք տարբեր բաներ, Չարենցովանի արտադրական համալիրը այս կողմերում։ Ռուսները մեզ զենք տվեցին, հենց այդպես, հա, զենքը մեզ տվեցին, մենք էլ կրեցինք։ Խոսում են ծախսը ավելացնել ռազմարտությունաբերության տալի են հրճակում եւ այլն, բայց իրականում ռազմարտությունաբերության զարգացման ծախսը կրճատում են։ Այսքան փող եմ տալիս ձեզ, ինչ ուզում եք արտադրեք։ Եթե չկա հաղթելու կամքը, ապա ինչ էլ ուզում ես արա, արդյունք չես ստանալու։ Մեր մոտ միշտ այդ կարծատիպը կա, որ մենք փոքր ենք ու պետքա ոնց որ խելոք տեղներներս նստենք։ Չես կարող մի բան անելով կանգնել այդտեղ եւ մտածել, որ վերջ, արդեն ամեն ինչ արեցիր, մնացածը էլ անելու բան չկա։ Իհարկե, այդպես ինչ որ ֆոկուս չի իրենից ենթադրում, որ պետքա ֆոկուս անենք ու ասենք այսպես։ Առանց ակտիվ գործունեության հենց այդ ռազմական գիտելիքը զարգացնելու դու պարտվում ես։ Այսինքն, այսպես թե այնպես ռազմական զենքեր ունենալու հանգամանքը մեզ համար գերակա է։ Մենք ոչ թե պետք է գտնենք այնպիսի հնարավորություններ, այլ պարտադիր պետք է գտնենք այդպիսի հնարավորություններ։ Ավետիք ջան, քո անվանակցի Ավետիք Չալաբյանի հետ մենք նախորդ անգամ քննարկեցինք համապարփակ անվտանգության հայեցակարգը, այն համատեքստում, որ սա մեր երևի թե ելքնամիակ տարբերակն է ստեղծված անհամաչափ սպառնալիքների պայմաններում։ Ես հիմա առաջարկում եմ մի լավ քննարկենք այդ հայեցակարգի կարևոր բաղադրիչ մասերից մեկը, ռազմարտությունաբերական համալիրի հետ կապված հարցերը, որպեսզի կարողանանք պարզորոշ կերպով մեր հանրությանը ցույց տալ։ Որքանով կենսական անհրաժեշտություն է ունենալ ռազմարտությունաբերական համալիր, արդյոք ունենք մենք այդ հնարավորությունը, ինչ պետք է արտադրենք, ընդհանրապես ինչ պետք է անենք ու ինչպես պետք է անենք այդ ամեն ինչը։ Հարգելի հայրենակիցներ, այս անգամ մենք քննարկում ենք ռազմարտությունաբերական համալիրի հետ կապված հարցերի համալիրը եւ ինձ հյուրընկալել է Հայաքվե խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը, ում գործունեությունը ու կյանքի մի շատ կարևոր ու մեծ մասը նվիրված է ռազմական ոլորտին, բանակաշինությանը, ռազմական արդյունաբերության զարգացմանը եւ հարակից հարցերին։ Ավետիք ջան, ուրախ եմ իրար հետ։ Հազար բարի։ Եվ այսպես արի կենտրոնանանք առաջին կարևորագույն հարցի վրա, ինչ առումով ինչու է կենսական ունենալ ռազմարտությունաբերական համալիր, հատկապես ելնելով այն հանգամանքից, որ խորհրդային ժամանակների մեր ունեցածը այսպես մաշվել է, ժամանակին մենք ընդամենը մաս ենք եղել խորհրդային ռազմարտությունաբերական համալիրի եւ հիմա որքանով ենք ունակ վերակերտելու այդ ամեն ինչը, դրանից հետո շատ երկար ժամանակներ են անցել, մարտահրավերները փոխվել են, սպառնալիքները փոխվել են, նրանց բնույթը, դրանց աղբյուրները, ծագման վայրերը, շատ բաներ են փոխվել ու այդ ամեն ինչին պետքա կարողանալ հակազդել ժամանակակից պայմաններում։ Արի սկսենք այդ հարցից, պարզապես շատ մի հատ կարճ ես ներածական խոսք ասեմ դրա հետ կապված։ Ես այս ամեն ինչը նաև դիտարկում եմ հետևյալ տեսանկյունից, որ սա դասական են օրինակն է Թոյնբիի մարտահրավեր պատասխանի տեսության։ Այսինքն պատմության ընթացքում որ ազգերը, որ ժողովուրդները, որ միավորներն են առհասարակ կայացել, զարգացել, նրանք, ովքեր որ իրենց առաջադրված մարտահրավերը ընդունել են։ Նրանք, ովքեր որ խուսափել են այդ մարտահրավերից, նրանք կամ պատմության թատերաբեմից շատ արագ անհետացել են կամ ձուլվել են, գնացել են, մի խոսքով կորել գնացել են։ Հիմա մենք այս պահին կանգնած ենք այդպիսի մեծ մարտահրավերի առաջ։ Եվ եթե խուսափենք այդ մարտահրավերից, պետքա երկու տարբերակ ունենք՝ դառնալ Թուրքիայի վասալ եւ ոչնչանալ, երկրորդ տարբերակ ինչ որ մեկ այլ ուժի վասալը դառնալ եւ կորցնել ինքնիշխանությունը, կորցնել պետականությունը եւ կորցնել ինքնությունը։ Եվ կորցնել ինքնությունը։ Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը եւ այդ մարտահրավերին պատասխանում ենք ռազմարտությունաբերական հզոր համալիր ստեղծելու, խելացի համալիր ստեղծելու կամքով եւ որոշմամբ։ Այո։ Դե տես ճիշտ ակնար կարծել, որ խորհրդային միության ժամանակ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ինքը մաս է կազմել խորհրդային ռազմարտությունաբերական համալիրի, բայց մի առանձնահատկություն կար, քանի որ Հայաստանը գտնվում էր, այսպես ասած, առաջնագծում եւ նույնիսկ բուֆերային գոտի էլ չէր։ Իսկն եթե հանկարծ ՆԱՏՕ-ն հարձակվեր այսպես անդրկովկասյան սահմանով, Հայաստանը պլանավորում էր հանձնել։
Այսինքն խորհրդային զորքեր հետ էին քաշվում, Հայաստանը պլանավորում էր հանձնել եւ նոր հետո հակարցակման ժամանակ ասել կարող է վերցնեին կամ չվերցնեին։ Եվ դրա հետ կապված հենց Հայաստանի գիտական տեխնոլոգիական արտադրական համալիրը հետաքրքիր առանձնահատկություններ ուներ։ Շատ քիչ բաներ վերջնական արտադրվում Հայաստանում։ Իսկ Հայաստանում արտադրվում էր ինչ որ մաս կամ ստեղծվում էր ինչ որ մաս, հետո գնում մաս էր դառնում ավելի մեծ համալիրի, որը հավաքվում էր, այսպես ասած, արդեն բավականին խորքում, Մոսկվաներում, Նովոսիբիրսկներում, Ուրալներում եւ այլն։ Մի բացառությամբ, կապի կառավարման համակարգերից, Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը եւ գործարանը շատ կարևոր գործառույթներ սովետական միության առաջին կարելի ասել համակարգիչներն էին արտադրվում, գիտություններ այնտեղ զարգանում, հենց մաթեմատիկական մեքենաների համակարգչային գիտություններ զարգանում եւ նույնիսկ կարելի ասել որոշ ռազմավարական այսպես համալիրներ այնտեղ ստեղծվում էին մինչև վերջ, այսինքն կար օրինակ հեռավոր ավիացիայի կառավարման համակարգը, որը ստեղծվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, Մերգերյան ինստիտուտում, ժողովրդին հայտնի, եւ այնտեղից արդեն ներդրվել խորը այսպես էշելոնացված համակարգի մեջ եւ դարձել համակարգի ողնողը։ Այսինքն խորհրդային ես ներողություն եմ խնդրում, էլի բանանենք, այտենց ոչինչ, էլի կվերադառնանք ինչ որ պետք ասեր։ Խորհրդային ռազմարտությունաբերական համալիրի այն հատվածը, որ կապված է գիտատարության հետ, այն հատվածը, որը կապված է գիտելիքի հետ, դրա մեջ մենք ունենք բավական ծանր բնականաբար։ Բացի համակարգից, որպեսզի ասենք, որ մենք կարող ենք գիտատար անգլերեն ասած technologically enhanced բան ստեղծել։ Բացի դրանից, օրինակ խորհրդային միության երկրորդ, այսպես էշելոնի լազերները ստեղծվել են Հայաստանում։ Եվ դեռ 60-ականների արդեն սկզբներին, երբ որ լազերը դարձավ արդեն mainstream, այսպես ասած, բառը դարձավ առօրեական, Հայաստանում ստեղծվել է լազերային տեխնիկայի ինստիտուտը, սկզբում իհարկե Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի հիման վրա, այնուհետև ստեղծվեց լազերային տեխնիկայի ինստիտուտը եւ այնտեղ ստեղծվում էին համակարգեր, որոնք առաջանցիկ էին, այսինքն գտնվում էին համաշխարհային գիտության, համաշխարհային տեխնիկա տեխնոլոգիաների, այսպես առաջնագծում, այսինքն մենք ունենք լուրջ առաջանցիկ հնարավորություններ։ Հիմա երբ խորհրդային միությունը փլուզվեց եւ մենք դրա հետ միասին հայտնվեցինք ռազմական գործողությունների մեջ, Արցախյան առաջի պատերազմն էր, անկախության պայքարը եւ այլն, մենք երկու այսպես հոսանքի մեջ էինք։ Մի կողմից գնում էր սրընթաց դեինդուստրիալիզացիա, իսկն մենք հիշում ենք ատոմականներ փակվել, հրազդանմաշներ թալանվում, լիք տարբեր բաներ, Չարենցավանի արտադրական համալիրը այս կողմերում, բայց դրա հետ միասին մարդիկ հասկանում են, որ եթե մենք չենք արտադրում սեփական զենքը, մենք այդ պատերազմը պարտվել ենք։ Եվ հիմնականում ի հաշիվ նրա, որ մենք կարողանում ենք որոշակի բաներով մեզ ապահովել, կարողացանք նաև ռազմաճակատում բեկում մտցնել հենց մեր գիտության ուժի, Բայց դրա մասին օրինակ շատ քիչ է խոսած։ Դրա մասին քիչ է խոսածվել, մարդիկ տեղյակ չեն, որովհետև կա ընդհանուր առմամբ sense մի հատ կարծրատիպ տպավորություն, որ այդ ժամանակ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ ռուսները մեզ զենք տվեցին, հենց այդպես, զենքը մեզ տվեցին, մենք էլ կրեցինք։ Այսպիսի ինչ որ կարծրատիպային բան կա։ Դե բնականաբար երկու կողմից տվյալները, որ չէ, բա մենք էլ ունեցել ենք որոշակի արտադրություններ, ենք ունեցել նախ չեն տվել, այլ առել ենք, ինչ էլ որ ենք ասենք արտադրել ենք, մենք էլ ենք արտադրել ու դրա մասին չի խոսացվում, դրա կարևորությունը չի շեշտադրվում։ Իհարկե ծավալի առումով, քանակի առումով չնչին էր Հայաստանում արտադրվողը, բայց գոնե տալիս էր որոշակի հույս, որ նույնիսկ եթե մատակարարումներ չլինեն, մենք կարող ենք ինչ որ բանով արդեն ինքներս մեզ ապահովել։ Այդ ժամանակ ստեղծվեցին նաև վերանորոգման գործարանները, այսինքն նույն Չարենցավանի հրազդանի արտադրական համալիրների հիման վրա ստեղծվեցին պետական ռազմական վերանորոգման գործարանները, որտեղ ճակատում շարքից դուրս եկած տեխնիկա վերանորոգվում էր եւ հետ էր վերադասում ճակատ։ Ինքս էլ անձամբ դեռ ուսանող ժամանակ աշխատել եմ պետական ռազմական ընկերությունում, գործարանում որպես ֆիզիկոս։ Եվ ինչով էր հետաքրքիր այդ ժամանակը, նրանով որ շատ հաճախ մարդիկ, որոնք ֆորմալ այսպես զենքի կոնստրուկտորներ չէին եւ դրանով չէին զբաղվել,
կային իհարկե այդպիսիններ, Ռուսաստանից եկած ընկերներ ունենք, որոնք որ դրանով զբաղվել էին պրոֆեսիոնալ կերպով եւ եկան մտան հայկական ռազմարտությունաբերությունը զարգացնելու, իրենց շուրջ ձևավորվեց այսպես էնտուզիաստների շրջանակ, որը, ասենք, քիմիայի կամ մետաղամշակման կամ, չգիտեմ, ֆիզիկայի եւ այլ գիտելիքները ներդրեցին հենց ռազմական տեխնիկայի սպառազինության մշակման արտադրության գործում։ Այսինքն այստեղ շատ կարևոր է հասկանալ այն հանգամանքը, որ եթե մենք ուզում ենք, որ այդ մեր ենթակառուցվածքները աշխատեն, սպասարկման, վերականգնման ենթակառուցվածքներն աշխատեն, դրանք շատ ավելի արդյունավետ կաշխատեն այսպես թե այնպես դրանք պետք է մենք աշխատացնենք, այսպես թե այնպես զենքը, տեխնիկան, երբ որ մենք աշխատացնում ենք կամ թեկուզ չենք աշխատացնում, իրան սպասարկելու խնդիր կա, ինքը պետք է սպասարկվի։ Հիմա, բայց մի բան է, երբ որ այդ սպասարկող ենթակառուցվածքը աշխատում է ներկրված զենքի վրա, մեկ այլ բան է, երբ որ այդ սպասարկող ենթակառուցվածքը աշխատում է արտադրված զենքի վրա, որ պարագայում է, որ ավելի ինտենսիվ աշխատում, ավելի մեծ ծավալի, ասենք, աշխատանք է տանում։ Բնականաբար երկրորդ դեպքում, երբ որ մշակումը տեղական է, այսինքն դու ունես հենց հետազոտական շրջանից բոլոր ուղեկցող փաստաթղթերը, այսինքն տեխնոլոգիաները յուրացրել ես արդեն, ի վերջո արտադրել ես, կա պայստամասերի որոշակի արտադրություն եւ այլն, սեփական զենքը սպասարկել եւ ինչը նաեւ կարեւոր է արդիականացնել, շատ ավելի հեշտ է։ Այդ իսկ պատճառով ցանկացած բան, որը որ ներկրում ես, պետք է հստակ ուշադրություն դարձնես, թե դրա սպասարկումը ինչ չափով եւ ինչ խորությամբ ես տեղայնացնում, ինչ արդիականացման պոտենցիալ ունի այդ զենքը եւ սպառազինությունը, եւ դու որքանով ես կարողանում կամ ինչքան խորն ես կարողանում դրան մասնակցել։ Կան, օրինակ, ասենք, ռուսական զրահատեխնիկան, պետք է անպայման մասը առնես բերես Ռուսաստանից, փոխես վրան դնես, բայց ասենք մեր վերանորոգման գործարանից մեկում յուրացրել են մի քանի 100 տեսակի, ասենք, պայստամասի արտադրություն, որը թույլ է տալիս միջին վերանորոգումը կատարել սեփական ուժերով պայստամասերի սեփական արտադրությամբ։ Բայց դրա համար շատ կարևոր է, որպեսզի պետությունը դրա մեջ կարողություններ ներդնի։ Եթե պետք է գործարանը, որը որ չունի սեփական գիտահետազոտական կարողություն։ Մենք այդ հարցին կհասնենք անպայման, դա մենք քննարկելու ենք մեր ոնց որ քննարկման երկրորդ խոշոր բլոկը հենց դա է լինելու, թե նախ ինչ անել, ինչ արտադրենք, հետո նաև ինչպես այդ ամեն ինչը կազմակերպենք, Ավետիք ջան, մենք դրան կհասնենք, թե դեռևս մենք քննարկում ենք ինչու է սա կենսական անհրաժեշտություն մեզ համար։ Ես մի բան ուղղակի ասեմ, այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք եթե մեր հույսը դնում ենք ամբողջովին զենքը գնելու վրա, առնելու վրա, նախ դա շատ ծախսատար է, շատ մեծ փողեր ենք ծախսում, ճիշտ է, անկախ ամեն ինչից, փողը շատ ավելի շատ է գնում։ Ուզած թե չուզած մենք պետք է առնենք։ Մենք չենք ելնում ենք անխավարկածից, որ Թուրքիան ու Ադրբեջանը այսպես մեր նկատմամբ շատ բարեհամբույր տրամադրված երկրներ են, թողնելու են, որ մենք շնչենք այդ տարածաշրջանում։ 2 օր առաջ Արար հիմնադրամի հետազոտությունը ցույց տվեց, որ հանրությունը, մեր հանրության ճնշող մեծամասնությունը 80%-ից ավելին մտածում է, որ այս վիճակով, այսպիսի բանակցություններով խաղաղություն չի լինելու։ Այսինքն, այսպես թե այնպես ռազմական զենքեր ունենալու հանգամանքը մեզ համար գերակա է։ Բայց այստեղ նաև մի կարևոր հանգամանք էլ կա, որ երբ որ մենք զուտ հույսը դնում ենք գնելու վրա, մենք ոչ միայն փողի խնդիր ենք ունենում, այլ նաև մատակարարումների հետ կապված խնդիր։ Մենք ունեցել ենք նման խնդիր պատերազմական իրավիճակում։ Բնականաբար, մենք միշտ նման խնդիր ունեցել ենք։ Մեր սահմանները շատ արագ փակվում են, եւ պատերազմի ժամանակ, ասենք, մեր ողերի հակառակորդները ամեն ինչ անում են, որպեսզի առնվազն Վրաստանի հետ սահմանը ռազմական մատակարարումների առումով փակվի, եւ քաղաքական ճնշումը կա, գիտենք, ասենք, որ Վրաստանը ահռելի քաղաքական ճնշման տակ է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, Ռուսաստանը էլ չենք ասում, բայց մատակարարումները պատերազմական ժամանակ, այո, դու ճիշտ ես, եւ անկայուն են եւ շատ ավելի թանկ։ Մենք օրինակ գիտենք, որ 2020 թվականին որոշ սպառազինություններ ձեռք ենք բերել նույնիսկ երակի քառակի թանկ գնով սովորական պայմանների համեմատ, այդ տարատեսակ մարդիկ, տարատեսակ այսպես արտահոսքեր արել են եւ մոտավորապես հավատալու է, որ ասենք մի հերթերը այդ ժամանակ 3 անգամ ավելի թանկ ենք ձեռք բերել, քան ձեռք կբերենք, ասենք, դրանից մի տարի առաջ, բայց ռազմարտությունաբերությունը ընդհանրապես ունի ոչ միայն այդ մատակարարումներից կախվածության
նվազեցման խնդիրը ունի նաև տեխնոլոգիական առավելության չեզոքացման խնդիրը, տեխնոլոգիական խզվածքի չեզոքացման խնդիրը, բայց դե վերադառնանք, ասենք հենց իր դերը պաշտպանական համակարգում, նույնիսկ օրենքով, պաշտպանության մասին օրենքով, ռազմավարության համալիրը Հայաստանի պաշտպանական համակարգի մասն է, ռազմական ավելին ասեմ, ռազմական անվտանգության համակարգի մասն է, այն իմաստով, որ նա ապահովում է զորքերի մատակարարման անընդհատությունը, սպառնության ռազմական տեխնիկայի հուսալիությունը եւ մնացած ամեն ինչ, այսինքն ինչը որ կախված է զենքի սպառազինության ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքին, սեփական ռազմարտությունական համալիրը այդտեղ ունի 100%-անոց դեր եւ պետք է կարողանա ապահովել զորքերի կռիվ անելու ունակության անընդհատությունը։ Ինչ վերաբերում է արդեն մատակարարումների կախվածությանը, այստեղ այո, դու շատ ճիշտ ես, մենք մշտապես ունեցել ենք որոշակի զինատեսակներ ներկրելու անհրաժեշտություն, որովհետև չունենք դրանց ստեղծելու արտադրական, տեխնիկական, տեխնոլոգիական կարողություններ։ Եվ երկար ժամանակ դեռ չենք ունենալու, կախված հաշվելով, թե մենք ինչպիսի տնտեսություն ենք զարգացնում, ինչ հումքային եւ նյութատեխնիկական բազա ունենք, այդպիսի սպառազինություններ արտադրելու, այդպիսի սպառազինություններ նույնիսկ արդիականացնելու ուղղությամբ։ Իսկ այդ հարցը կարանք մի քիչ պատկերացնել։ Դե օրինակի համար ես բերեմ, ասենք, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային խոցման համակարգերը, դրա համար անհրաժեշտ է ունենալ զարգացած ռադիոէլեկտրոնային արտադրություն, արդյունաբերություն։ Դրա համար պետք է ունենալ զարգացած քիմիական արդյունաբերություն, ասենք հրթիռային վառելիքներ, մետաղներ, տարբեր տեսակի կոմպոզիտ նյութեր, որոնք պետք է օգտագործվեն, ասենք, այդ հրթիռների արձակման կայանների արտադրության մեջ։ Ռադիոէլեկտրոնային արդեն ասացի, դրա համար պետք է ունենալ կապի եւ կառավարման համակարգեր, որոնք իհարկե քիչ չափով են կախված արդեն մատակարարումից ներդրումից, բայց երբ որ դու արդեն ստեղծել ես ինչ-որ համակարգ, որում կան արտասահմանյան բաղադրիչներ, շատ դժվար է քո սեփական համակարգերին դրանք ինտեգրելը։ Այլ կերպ ասած, մենք նյութի առումով, լավ, խելքի առումով կարող է կախվածությունը շատ շուտ վերացնենք, տեխնոլոգիաները յուրացնելու առումով ենթադրենք, կամ նոր տեխնոլոգիաներ ստեղծելու առումով բացերը կարող է շուտ յուրացնենք, բայց նյութի առումով կախվածությունը մեր ինչքան է, էլի շատ չի։ Դե տես օրինակ բերեցի օրինակը հրթիռային վառելիքների եւ դրան հարակից ասենք պայթուցիկ նյութերի, որի արտադրության համար պետք է ունենալ զարգացած քիմիական արդյունաբերություն։ Փոքր քանակով կարելի է իհարկե ձեռք բերել, ասենք, ինչ որ չափով հումք, դրանից ստեղծել հրթիռային վառելիք, ստեղծել ինչ որ քանակի հրթիռներ, կրակեցիր, վերջացավ։ Բայց անընդհատ այդ հումքը ներկրել ինքը տեղով ինքը վտանգավոր է, եւ մշտապես չես կարող։ Շատ հաճախ, ասենք, մատակարարողները ընկնում են սանկցիաների տակ, շատ հաճախ այդ մատակարարման ճանապարհներին մեկ է տեսել ինչ որ բան տեղի ունենում, դանդաղկոտություն, բյուրոկրատիա եւ այլն, այո։ Ես հիշեցի եւ մեր հակառակորդների 30-ների հրթիռները հիշեցի։ Դե այնտեղ այո, այնտեղ կար նաեւ քաղաքական խնդիրը, եւ այստեղ չենք կարող չանդրադառնալ նրան, որ այն ժամանակ ռազմական ղեկավարությունը, մանավանդ ռազմական ղեկավարությունը, պաշտպանության նախարարության շատ անհեռատես գտնվեց դրանց մատակարարումները իրար հետ չկապելով, եւ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք, այսինքն եկան համարյա կարելի ասել ամենալավ ինքնաթիռները, որ կարող էինք այն պահին ձեռք բերել, բայց եկան առանց կառավարող սպառազինության, եւ այդ կառավարող սպառազինությունը չգիտեմ ինչեւ հիմա մատակարարվել է, թե դեռ ոչ։ Եվ մենք տեսանք, որ եւ 2020 թվականի պատերազմի ժամանակ, եւ 21-ին եւ 22-ին դրանք ուղղակի որևէ մարտական խնդիր չլուծեցին։ Իրեն այդ կառավարող սպառազինության բացակայության պարագայում պետք է օգտագործեն որպես հասարակ ռմբակոծիչ, ինչի համար իրենք չափազանց թանկ են։ Եվ ռիսկային դրանք օգտագործել հենց այդ կռվի մեջ։ Բացի այդ էլ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև էս հակամարտությունը մի բան էլ մեզ ցույց տվեց, մի հատ շատ ծանր դաս էլ մեզ տվեց, որ մանավանդ երբ որ քո մատակարարումները մի կախվածություն ունեն, մի աղբյուրից կախվածություն ունեն, ու այդ աղբյուրը գտնվում է մի հատ վիճակում, որ իրեն էլ ավելի շատ զենք պետք է, այստեղ արդեն դու ընկնում ես ճգնաժամային իրավիճակի մեջ։ Սա եւս մեկ անգամ խոսում է այդ մեր փաստարկի օգտին, որ սեփական ռազմական արդյունաբերությունը մեզ համար պետք է գերակա դառնա։ Սա այդ փաստարկի օգտին է խոսում։ Այո, այդ պատերազմը նաեւ ուրիշ բան էլ ցույց տվեց, որ իրականում նույնիսկ 1 տարի առաջվա պատերազմը շատ արագ իր բնույթով կարող է ձևափոխվել եւ ընդունել այնպիսի տեսք, որի
համար այսօր պատկերացրու եք ռուսական ռազմարտությունաբերությունը 25 թվականի կռվին ամբողջությամբ պատրաստ չէ 23-ի կռվին պատրաստ էր 22-ի կռվին պատրաստ էր բայց 24-ին երբ որ կռիվը ընդունեց լրիվ այլ տեսք լրիվ այլ բնույթ դարավ բացառապես անօթաչու եւ հեռակառավարվող համակարգերի պատերազմ այսօր մենակ քայլող զինվորի հետևից է ընկնում ճշգրիտ խոցման միջոցը հա եւ դա անպատկերացնելի էր ասենք 3 տարի առաջ 10 տարի առաջ ընդհանրապես անպատկերացնելի էր հա այսօր դա բերում է արդեն այս պատերազմի նոր բնույթ ձևավորված նոր այսպես մեթոդները բերում են այն մտքի որ ռազմական գիտելիքը անընդհատ զարգացնելու տեխնոլոգիական գիտելիքը անընդհատ զարգացնելու կարողությունը դա ուղղակի ժամանակի հրամայականն է առանց դրա առանց ակտիվ գործունեության հենց այդ ռազմական գիտելիքը զարգացնելու դու պարտվում ես ու նաև ռազմական արդյունաբերությունը աշխարհում ընդհանրապես այն ոլորտն է որը տեխնոլոգիական առաջընթացի ամենախոշոր պատվիրատուներից մեկն է իհարկե այսինքն ինքն է այդ խնդիրը դնում գիտնականների առաջ որովհետև իրեն է առաջին հերթին անհրաժեշտ ամենախոշոր ոնց որ պատվիրատուներից մեկը ռազմական արդյունաբերական ձեռնարկություններն են պատվիրատուները զինված ուժերն են տարբեր երկրներ հասկանալի էլի պատվերը իհարկե գալիս է այնտեղից եւ այստեղ շատ կարեւոր է որ նաեւ զինված ուժերում համապատասխան մոտեցում ձևավորվի որ տեխնոլոգիաների պատվիրատուն նոր գիտելիքի պատվիրատուն պետք է լինեն հենց զինված ուժերը անվտանգային ավելի շուտ ոչ թե այսպես ասենք պայմանական ինչ-որ մի վարչության պետը հա պաշտպանության նախարարության այլ հենց բանակը հենց կռվող զորքը որը որ պետք է կարողանա ակտիվորեն վերամշակել այն գիտելիքը որ այլ ռազմական թատերաբեմերում ձևավորվում է ընկալել ընդունել կլանել տեղայնացնել եւ վերացել ռազմարտությունական համալիրին պատվերի ու փաստորեն քանի որ որ ինչպես որ նշեցիր տարին տարու վրա էապես է փոխվում տեխնոլոգիա նույնիսկ շաբաթը շաբաթի վրա այնպեսի բաներ են առաջ գալիս որ ասենք այսօր ուկրաինացիները մի բան են հայտարարում որ 3 օր հետո պետք է արդեն կիրառեն հա այդ պարագայում առավել եւս մենք չենք կարա այն հին շաբլոն մեթոդներով առաջնորդվենք կազմենք տարվա կամ չգիտեմ գուցե կարող ենք բայց ամեն դեպքում այստեղ մոբիլություն է պետք ճկունություն է պետք որ տարեկան կամ չգիտեմ երամյա պլաններ այդ պլաններով գնանք առնենք մեկ էլ առնենք ու հանկարծ ասենք անցնում է մի քիչ ժամանակ տեսնում ենք այդ ձեռք բերածը արդեն հնացած արդեն բարեպս սա նշանակում է որ մենք ինքներս պետք է ունենանք եւ անընդհատ դրա կատարելագործման մեջ լինենք ու դեռ ավելին քանի որ այդ մտածողությունը պետքա ներդնենք ի վերջո գուցե ինչ որ ոլորտներում էլ մենք կարողանանք թելադրենք ինչ որ տենդենսներ մենք կարողանանք թելադրենք երբեք չենք ուզում չէ մենք տենց մտածենք էլի որ մենք էլ կարող ենք անել որովհետեւ մեր մոտ միշտ այդ կարծատիպը կա որ մենք փոքր ենք ու պետքա ոնց որ խելոք տեղներներս նստենք այդ բանը ես մի կարևոր օրինակ է այստեղ բերեմ հա օրինակ ցուցահանդեսներին դա ցուցադրվել է մեր ձեռնարկություններից մեկը Հայաստանի ձեռնարկությունից մեկը դեռևս 2014 թվականին արտադրել եւ սպառազինության է դա ընդունվել օպտիկական տեսադիտարկման միջոցների ակտիվ հակազդման համակարգ լազերային որը հնարավորություն են տալիս ասենք տեսադաշտում փնտրել գտնել օպտիկական միջոցներ տեսադիտարկման համակարգեր կլինեն նշանոցներ կլինեն թե այլն գտնել դրանք հայտնաբերել եւ լազերի միջոցով դրանք խոցել շարքից դուրս բերել հա իհարկե դրա այսպես առաջի սաղմնային տարբերակները դեռևս 90-ականներին արդեն կային ձեռքի համակարգեր էին պետք էր որպեսզի կարողանա արդեն մարդը իր աչքով կարողանա զննել տեսադաշտը կարողանա այնտեղ գտնել հետո կոճակը սխմել լազերը աշխատի բայց այսօր դա լիակատար ավտոմատացված է այդպիսի համակարգեր աշխարհում ունեն մատների վրա հաշված երկրներ բայց հիմա պատկերացրեք ասենք մենք 90-ականներին ունենք դա մենք կարողացանք դա վերածել ավելի ավտոմատացված համակարգի բայց հաջորդ քայլը որ արդեն պետք է նայել երկինք եւ երկնքում որսալ անօթաչուները եւ նրանց գոնե օպտիկական համակարգերը խոցել մենք չհասցրից ենք անել եւ չենք էլ հասցնում ինչու որովհետեւ այդ առաջընթացի եւ այսպես զարգացման պատվերը ընկերությունը չի ստանում զորքը ասում է գետի վրա ես անում եմ մտածողություն չկա համապատասխան պատվիրող տեղը մտածողությունը դրա չկա նույնիսկ պատվիրատուն հա ամեն ինչ անում էր որպեսզի
այդ համակարգը մնա սահմանափակ օգտագործման վիճակում, այսինքն եթե տեղ կա որտեղ ասենք դիպուկահարները կամ տեսադիտարկման համակարգերը հակառակորդի խիտ են կամ մեր այսպես հակահարձակմանը կարող են ակտիվորեն հակազդել կամ նախապես տեսնել, այնտեղ կարող է կիրառվել, բայց համատարած կիրառում որպես այդպեսին չունի։ Հիմա օդում համատարած կիրառում են անօդաչուներ։ Հիմա եթե բոլոր ուղղություններով անօդաչուներ են գալու, պարզ է դառնում, որ մենք միայն հրազենով կամ այսպես խոցող միջոցներով, սովորական խոցող միջոցներով, պայթուցիկ կլինի թե կինետիկ, դրանց հախիտ չենք կարող գալ։ Եվ ինչ ենք տեսնում աշխարհում մեծ թափով զարգանում են այդ լազերային համակարգերը օդում անօդաչուներ խոցող։ Ճան։ Բոլոր զարգացած երկրները արդեն ինչ որ բան այդ ուղղությամբ արդեն արել են։ Մի դիտարկում եւս եւ այս բլոկը ոնց որ փակենք, մենք այս հարցին չպետք է մոտենանք էլի որպես զուտ ծախսի ու բեռի տեսանկյունից, որովհետեւ այս հարցը, այս ոլորտը ռազմարտությունաբերական համալիրը ինքը աշխարհ ստեղծող, տնտեսություն ստեղծող ոլորտ է, ինքը մի հատ բարիք ստեղծող նաեւ ոլորտ է, բարիք այն իմաստով, որ դա նաեւ փող է բերում։ Այո, դու պետք է ներդրում անես, իսկ որտեղ է որ փողը ուղակի կաթում է, ոչ միտեղ էլ փողը չի կաթում։ Պետք է ներդրում անես, որպեսզի այդ հետ գա։ Եվ սա այն ոլորտն է, այսօրվա առանձնահատկությունը ռազմարտությունաբերական տեխնոլոգիաների եւ դրանց զարգացման արագությունը մեզ թույլ է տալի ասելու, որ այստեղ ներդրումը ի վիճակի է մեզ ինչ որ ժամանակ հետո ապահովելու տնտեսության ինչ որ մի հատ ճյուղ դարձնելու սա։ Ընդհանրապես տնտեսության զարգացում կարող է ապահովել։ Ես մի օրինակ բերեմ, Ավետիք ջան։ Իսրայելի այսօր ռազմարտությունաբերական համալիրի ստեղծած զենքի վաճառքից ստացված եկամուտները ավելի շատ են, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Ամբողջովին վերցրած։ Այո։ Ու տես ռազմարտությունաբերությունը ընդհանրապես ասած մեր պարագայում կարող է ոչ միայն տնտեսության ինչ որ զարգացող ճյուղ դառնալ, այլ զարգացնել իր հետևից զարգացնել տնտեսության շատ այլ ճյուղեր էլ։ Հա, տես ես քիմիական արդյունաբերության մասին արդեն նշեցի։ Մետաղամշակման կամ կոմպոզիտ նյութերի արտադրության արդյունաբերության մասին նշեցի։ Ռադիոէլեկտրոնային արդյունաբերության արտադրության մասին աստեն ասացի։ Բայց կան շատ եւ այլ շատ ճյուղեր, հա։ Օրինակ գիտություն դե գիտությունը ինքնաբերաբար կզարգանա դրանից հետո, բայց կան նաև այլ ճյուղեր, որտեղ ասենք եւ մշակող արդյունաբերություն կլինի եւ թեկուզ արդեն եթե նույնիսկ ասենք ռազմատեխնիկական ունեցվածքը նայենք, հա հասարակ բան 60-70 հազար ակտիվ զորքի հակոստը կոշիկը մեկը ապահովել է, դա ինքնին արդեն տնտեսության մեջ ահռելի ներդրում է ունենալու արդեն շատ խիստ որոշակի տոկոս կարող է բարձրանալ Հայաստանի հնան, եթե նույնիսկ զարգացնենք, նույնիսկ 3% կարող է զարգանալ, եթե տես էլ եմ ասում, եթե մենք գնանք այո, դու ճիշտ ես, ոչ թե բեռնենք սա, այլ տնտեսության զարգացման գործոն։ Ու բացի այդ էլ նաև այդ նույն տեխնոլոգիաները ինչ որ փոփոխված ձևով նաև քաղաքացիական ոնց որ ապրանքների արտադրության համար են չէ օգտագործում։ Բնականաբար։ Եթե մեզ մոտ օրինակ զարգանում է անօդաչուների համակարգը, այդ ամեն ինչը մենակ ռազմական ոլորտում չի օգտագործում, դա գյուղատնտեսության մեջ էլ է չի օգտագործում։ Ոչ միայն գյուղատնտեսություն, դե անօդաչու այսօր չկա մարդկային գործունեության մի ոլորտ, որտեղ անօդաչուների օգտագործումը չբերի արդյունավետության բարձրացման։ Հա, սկսած ասենք քո նշած գյուղատնտեսությունից, անտառատնտեսությունից, ճանապարհների վերահսկողություն, հասարակական կարգի պահպանում, բազմաթիվ քարտեզագրություն, բազմաթիվ, մեկ տասնյակից ավել, ել չեմ ասում, որ ասենք այնպեսի կարևոր գործունեություն, ինչպեսին ասենք փրկարար ծառայություններ կամ հրդեհաշիջումը, հա, այսօր անօդաչուների օգնությամբ շատ ավելի արագ արդյունավետ եւ որը ամենակարևորը առանց մարդկանց անմիջական ներգրավման ինձ ռիսկային գործում, հա, դա իրականացվում է։ Այնպես որ այո, ռազմարտությունաբերությունը դա այն ոլորտն է, որտեղ իհարկե բնականաբար ասենք եւ տեխնոլոգիաների զարգացում, բայց այսօր տեխնոլոգիաները սղվել են արդեն, չկա քաղաքացիական եւ ռազմական տեխնոլոգիաների միջև հստակ տարանջատ։ Բայց ռազմարտությունաբերությունը այն ոլորտն է, որտեղ տեխնոլոգիաների մեջ ներդրումը կարող է բազմակի արագացնել տնտեսության զարգացումը։ Այսպիսով մենք ինձ թվում է հիմնավորեցինք շատ
շատ մանրամասն փաստարկված, որ ռազմական արդյունաբերության համալիրի սեփական համալիրի ունենալը Հայաստանի Հանրապետության համար գերակայություն է։ Մենք դրան հավատում ենք մեր Բնականաբար, դրան հավատում ենք եւ այդ ուղղությամբ գնալու ենք եւ այս առումով շատ կարեւոր ենք համարում համապատասխան մտածողության փոփոխությունը եւ համապատասխան պահանջի ձևակերպումը մեր հասարակության մոտ։ Սա առաջի կարևոր հարցը եւ մենք ասում ենք, որ մենք չենք կարող քանակական առումով հակադրվել այսօր մեր թշնամուն, բայց մենք քանակին պետքա հակադրենք որակական թռիչքը պետք է հակադրենք։ Այս մոտեցման պետք է առաջնորդվենք, այլ տարբերակ չունենք, որպեսզի պարտասխանենք այդ մարտահրավերին։ Հիմա գանք այն հարցին, թե ինչ արտադրենք, որովհետև ասում ենք ունենանք ռազմարտունաբերական համալիր, ինքը շատ այդպես բան է հնչում, էլի, այսպես մշուշոտ է երևում, ինքը չես հասկանում այդ ինչ է, այդ մի հատ մեծ փիղ է, այդ ինչ է, այդ նշանակում է մենք բաներ ենք, կործանիչներ ենք արտադրելու, նշանակում է տանկեր ենք արտադրելու, հրթիռներ ենք, ինչ ենք էլի արտադրելու, այդ շատ կարևոր է հասկանանք, որտեղ մենք ունենք համեմատական առավելություններ ու ինչերը արտադրելով մենք կկարողանանք այդ քանակին որակ հակադրության մեջ կարողանանք առաջ գնալ, էլի, այս սա շատ կարևոր է, Ավետիք ջան, ինչքան հնարավոր է պատկերավոր ձևով հասկանանք։ Դե բնականաբար կան այսպես կոչված սովորական սպառազինության տեսակներ, հա, դա հրազենն է, հրազենի զինամթերքը, հրետանին, դաշտային հրետանին, ասենք ականներ, ականանետեր եւ այլն, որոնք ուզես չուզես պետք է արտադրես։ Հա, դրանք պատերազմի ժամանակ շատ արագ սպառվում։ Հիգիենան է, էլի, այսպես ասած, որ բանը։ Հա, մոտավորապես, հա, ասենք եթե սնունդին վերածենք, դա հացն ու ջուրն է։ Հացն ու ջուրն է, հա, բայց միայն հացն ու ջրով դու երկար հերո չես գնա, ասենք եթե մտածես որ էլիտ սպորտսմեն պետք է լինես, պետք է ունենաս արդեն կենսակ քիմիական մոտեցում, որ սպիտակուցները եւ մնացած ամեն ինչ, հա։ Հիմա այդ մնացած ամեն ինչը ռազմարտունաբերական կամ ռազմական ոլորտում դա արդեն տեխնոլոգիաներն են, հա։ Հիմա ինչքան ճշգրիտ է քո խոցող միջոցը, այնքան ավելի քիչ ես այդ խոցող միջոցների ծախսում եւ հետեւաբար մատակարարման եւ մնացած լոգիստիկայի վրա դա շատ ավելի թեթև է նստում։ Այսինքն ներդրումը ճշգրտության վրա, դա որ վրա։ Դա հերահար եւ ճշգրիտ խոցող միջոցներն են, հա, որոնք հնարավորություն են տալու արագ չեզոքացնել հարձակումները եւ անցնել հակահարձակման, խեղդել հարձակումները իրենց բնում եւ անցնել հակահարձակման։ Դրանք կլինեն կարող են եւ անօթաչուների տեսքով եւ կառավարվող հրետանու եւ կառավարվող հրթիռների տեսքով։ Այսօր մենք պատկերացնում ենք ինչա նշանակում կառավարվող հրետանի։ Այո։ Ինչ է նշանակում կառավարվող հրետան։ Դա հրետանային այն սպառազինությունն է, որը ի վիճակի է կրակել այնպիսի արկեր, որոնք կարող են թռիչքի ընթացքում կառավարել իրենց հետագիծը եւ գնալ ճշգրիտ խոցել թիրախին։ Այդպիսի, ասենք, օրինակներ կարող են բերել։ Շատ ես այդ հարցը տալիս եմ ամերիկյան օրինակ Excalibur-ը կամ ռուսական Krasnopol-ը, հա, որոնք իհարկե շատ թանկ են։ Սկզբնական, այսպես ասած, նշանառությունից որովհետև ասենք հակառակորդի մոտ տեղաշարժ է եղել, ճիշտ է։ Այնքան այդպես չէ, բայց ասենք իրենք կարող են կախված թռիչքի պայմաններից, որովհետև ասենք թռիչքը իրականանում է փոփոխական մթնոլորտի պայմաններում, հա, եւ այլն, ասենք բազմաթիվ գործոններ կան, որոնք դու անմիջապես չես կարող ճշգրիտ նշանառություն ունես, բայց իրենք թռիչքի ընթացքում կարող են կառավարել կամ այսպես ճշգրտել իրենց հետագիծը այնպես որ գնան հարվածեն ուղիղ նշանակեցով ոչ թե 10 անգամ պետքա խփես, այլ կարող է մի անգամ խփես եւ հասնես քո նպատակին։ Սա մեկ առանց չափազանցության։ Այսինքն այդ տեխնոլոգիաները, որոնք ճշգրտությունն են ապահովում։ Երկրորդը դրանք պատկերների ճանաչմամբ ճշգրիտ թիրախավորվող համակարգերն են։ Հա, ասենք, եթե դու ժողովրդական ասած, դե ասենք կա ամերիկյան Tomahawk-ը, հա, որին դու տալիս ասենք ինչ որ հեռավոր թիրախի պատկեր, ասես մոտավորապես կոորդինատներ, գրակում ես, sense բանտեստես ուղղվի իր վրա։ Լավ։ Այս տեխնոլոգիաները իհարկե իրենք արդեն կան, բայց քանի որ հակամիջոցներն են ձևավորվում, հա, օրինակ ասենք կեղծ թիրախները հակառակորդը շարում մարտադաշտում, մուլյաժներ, դե գնա դրանց մեջից իսկական տանկը գտի, հա, կամ իսկական իրական հակաօդային պաշտպանության միջոցը, եւ այստեղ արդեն գալիս են խելացի տեխնոլոգիաներ, հա, այսպես visual odometric տեխնոլոգիաներ կան, որոնք կարող են
պատկերի խորություն եւ ոչ թե նկար տարբեր են, կեղծը իրականից տարբեր են մի խոսքով։ ջերմային, ռադիոլոկացիոն իրենց հետքով եւ մնացած ամեն ինչով, դա իհարկե հարստացնում է ավելի տեխնիկապես այդ խոցող միջոցը, բայց բերում է արդյունավետության բազմակի բարձրացման։ Այ հենց տեղը էլի, որ խոսում ենք, ասում ենք, քանակին մենք հակադրում ենք որակ։ Իհարկե։ Հենց սրա մասին է խոսքը, որ մարդկանց մոտ պարզ ու հասկանալի լինի, էլի, հա։ Բնականաբար այդ տեխնոլոգիաները պետք է անընդհատ զարգանան, որովհետեւ դրա հետ միասին, ասենք դրանց զարգացման հետ միասին նաեւ զարգանում են այդ հակամիջոցների սեփական պաշտպանության միջոցները, ասենք օրինակ կարող է մուլյաժը, փչովի մուլյաժը ինքը ջերմային հետքել թողնել, ասենք մեջը լինի ջերմության ինչ որ մի աղբյուր, դու քեզ հերվից թվա, որ դու չէ, դե իրականում էս շատ կարևոր որպեսզի մենք կարողանանք նկարագրել թե ինչ զարգացումներ են, զարգացման ինչ էտապներ են հասնում այս տեխնոլոգիաները։ Կան այսպես արբանյակային ճնշման միջավայրում, նավարկային համակարգերի ճնշման միջավայրում նավարկելու տեխնոլոգիաներ, ինչ այն որ ասում են GPS-ը խլացրեցին, մնացած ամեն ինչը դադարեց թռնել, օդը փակեցին եւ այլն։ Այդ ամեն ինչը խլացնում ենք նաեւ մենք, բայց կարեւորը որ այդ խլացման պայմաններում մեր օրինակ անօթաչու համակարգերը կամ թեւավոր այլ համակարգեր, հա, կարողանան ճշգրիտ նավարկել եւ գնալ հասնել իրենց թիրախներին կամ գնալ իրենց հետախուզական առաջադրանքը կատարել։ Եվ այստեղ էլի կան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նաեւ մշակվում եւ իրականացվում են Հայաստանում, եւ որոնք թույլ են տալու այդպիսի պայմաններում, բարդ ռադիոէլեկտրոնային պայմաններում կարողանան կատարել իրենց արժեվ դրած մարտական խնդիրը։ Բայց քանի որ էլի եմ ասում, այստեղ անընդհատ պատերազմ է գնում միջոցի եւ հակամիջոցի, չես կարող մի բան անելով կանգնել այդտեղ եւ մտածել, որ վերջ, արդեն ամեն ինչ արեցիր, մնացածը էլ անելու բան չկա։ Ավետիք, մենք ունեցել ենք հատկապես 44-օրյա պատերազմն եմ ուզում էլի, ես ոնց որ բանեմ, որ դու հիշես, մանավանդ դու դրան մասնակցել ես։ Այնպիսի դեպքեր ունեցել ենք, երբ որ ասենք կապի կառավարման համակարգերի դանդաղկոտության կամ խափանման պատճառով ենթադրենք, ասենք ժամանակին չի տեղորոշվել, ասենք զորաշարժը հակառակորդի մոտենալ եւ այլն։ Բնականաբար, պաշտպանության բանակի հրամանատարը սա, ասենք, կախված է եղել նաեւ հենց համապատասխան սարքավորումների, համապատասխան տեխնոլոգիաների բացակայությամբ պայմանավորված եղել։ Իհարկե, պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը հենց դատվում մի գործով, որի էությունը կանում է նրան, որ զորքերի տեղաշարժը չվերահսկելու պատճառով մի դիվիզիոն ընկել է կրակի տակ եւ զոհվել են ամբողջությամբ։ Հիմա եթե տեխնոլոգիաները այն տեխնոլոգիան, որ այն ժամանակ նույնիսկ հասու էին, կիրառվեին, մենք կարողանայինք յուրային զորքերը գոնե հստակ տեղաշարժը կարողանանք վերահսկել, իմանալ թե ով որտեղ է եւ բնականաբար չնույնականացված զորքերը արդեն կնույնականացվեին որպես թշնամական զորքեր եւ համապատասխան միջոցներ կկիրառվեին, կձեռնարկվեին։ Սա նաեւ շատ կարեւոր է օրինակ մեր սեփական անօթաչուների հետ կապված։ Եթե ինչ որ բան օդում թռնում է եւ դու վստահ չես, ինչ է թռնում, հակառակորդը թե յուրային, եթե յուրայինը օժտված է ինչ որ այդ տեխնոլոգիայով, որ դու կարող ես հարցումը կատարել եւ հստակ պարզել, որ դա յուրային է, բնականաբար դրան չես խոցում։ Այս նույն 20 թվականի պատերազմի ժամանակ եղել են դեպքեր, որ մերոնք խոցել են մեր սեփական անօթաչուն։ Հենց այդ է, որ կապի եւ կառավարման համակարգերի, այսինքն այստեղ եւս մենք ունենք եւ առավելություն, այսինքն հնարավորությունների առավելություն։ Սրանք ոլորտ են, որոնք շատ մեծ ինչ որ, ասենք, նյութեր, ծախսեր չեն պահանջում, ճիշտ է։ Եվ բնականաբար դրանց այդ տեխնոլոգիաների կիրառումը չեզոքացնում կամ գոնե հնարավորինս նվազեցնում են դեպքերը սեփական կրակից սեփական զորքերը խոցելու դեպքերը, ինչը ամենացավալին է իրականում, ասենք այդ friendly fire-ը, որ անընդհատ եւ Իրաքում է եղել, եւ Աֆղանստանում, եւ ամենտեղ, հա, այդ friendly fire-ը ամենացավոտ բանն է։ Հետո դրան գնում են դառնում են մեծ հետաքննություններ, ուսադիրներ են ընկնում եւ այլն։ Բայց ելի եմ կրկնում, սրանք այն տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալու ոչ միայն բարձրացնել կիրառման արդյունավետությունը, այլ նաեւ նվազեցնել կորուստները։ Մի հատ էսպիսի ես նաեւ տեսական sense մի քիչ բան միտք արտահայտեմ, ես կխնդրեմ նաեւ դա ավելի միսուարուն տված ձևով հա ներկայացնես, որ մեր զինված ուժերը կարողանան այդ
ասիմետրիկ անհամաչափ ոնց որ հարվածի էֆեկտ ունենալ, այսինքն կարողանան թշնամու կրիտիկական ենթակառուցվածքներին հասնել։ Դա այդ խնդիրը եւս հնարավոր է մեր պայմանների սկզբնական այս շրջանի մեր ռազմարտությունաբերության առջև դնել այդ խնդիրը, այսինքն մենք կարողանանք այդպիսի բաներ ունենալ, որոնց արտադրությունը շատ մեծ անհնարին ծախսերի հետ չի կապված, բայց մենք կարողանանք դրանք արտադրել, որով որ կարողանանք այն որ թույլ տեղերը գտնել թշնամու, այսպես ասած, թույլ տեղերին խփելու։ Ես մի քիչ տեսական եմ, նորից եմ ասում, միտքս արտահայտում, որովհետև այդ ոլորտը հնարավոր է, այլ պարտադիր։ Մենք ոչ թե պետք է գտնենք այնպիսի հնարավորություններ, այլ պարտադիր պետք է գտնենք այդպիսի հնարավորություններ, որովհետև փոքր քանակի պայմաններում, անհավասար ուժերի պայմաններում դա բացարձակ հրամայական է։ Բացարձակ որն է, էլի դրա բանը, օրինակ ասեմ, դրա դե եթե համարենք, որ մեր կարողանանք պատկերացնել, դա մեր քաշով բան է, թե եթե դա մեր քաշով բանել չի, ապա պետք է դա մեր քաշով դարձնենք։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի այդ խնդիրը դրվի, չվախենանք այդ խնդիրը դրելուց։ Հիմա ես շատ եմ հանդիպել այդ խոսակցությունը, այսպես կոպիտ ասեմ, Ռուսը չի թողի մեզ Իսկանդերը կիրառել եւ այլն, որովհետեւ այդ Իսկանդերը ներկայացվում է որպես այո, անհամաչափ հարվածի միջոց, հա։ կնովկեքը իրանց մոտ է։ Դե դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, բայց շատ կարևոր որ նույնիսկ այդպիսի միջոցները ստեղծելուց հետո դու նաև ձևավորես կամք այդ միջոցները կիրառելու։ Հա, եւ չպետք է վախենալ, օրինակ այդ միջոցները կիրառել առաջինը, այդպիսով, ասենք, խեղդելով հարձակման հնարավորությունը կամ հարձակման թափը հակառակորդի, նվազեցնելով եւ քո սեփական տարածքային եւ մարդկային կորուստները եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ ժամանակից շուտ կամ հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները եւ ժամանակ շահել վերականգնելով ռազմական բալանսը։ Հիմա այդպիսի միջոցներ, ասենք, ամբողջ աշխարհը գիտի մենակ մի այդպիսի միջոց, դա միջուկային զենքն է, որը մենք բացարձակ էֆեկտի զենք է։ Բացարձակ էֆեկտի, բայց մենք քանի որ գտնում ենք երկրների այն խմբում, որը մասսայական ոչնչացման զենքի տարածման դեմ է, հա, մենք պետք է մտածենք այլ ուղղություններով եւ հետախուզական կարողությունները զարգացնենք, որպեսզի հայտնաբերենք այդպիսի կրիտիկական թույլ կետերը, որ թույլ կամ ուժեղ կետերը, հա, որին հարվածելով կվերադարձնենք կամ կդադարեցնենք ռազմական գործողությունները, կվերադարձնենք բանակցային միջավայր մեր հակառակորդներին կամ այնպիսի բաներ կանենք, որ մեր զորքերը հնարավորություն կունենան գետնի վրա արդեն ունենալ այնպիսի հաջողություններ, որ ստիպված կդադարեցնեն ռազմական գործողությունները։ Իհարկե պետք է ընդունենք նաև մի բան, հա, որ մեր շահերից չի բխում ռազմական գործողությունների տևողությունը մեծացնել։ Ինչքան արագ ենք դադարեցնում, այնքան ավելի լավ է մեր վիճակը։ Եվ դրա համար պետք է, այո, պետք է կարողանանք զարգացնել այդ խնդիրը դնենք։ Ավետիք ջան, մի հատ է այսպեսի հարցել։ Ենթադրենք մենք ինչ որ իհարկե զինատեսակներ կամ տեխնիկա կա, որ ռեալ չի, որ կարճաժամկետ հեռանկարում կկարողանանք արտադրել։ Օրինակ, ասենք, ավիացիան, ենթադրենք։ Բայց այդ ավիացիան, որ շահագործվում է, ինչ որ մասեր կան, սարքավորումներ կան, բաներ կան, որ ժամանակի ընթացքում մաշվում են, դուրս են գալիս շարքից, հնանում են կամ չգիտեմ ինչ են լինում։ Մենք գոնե այդ անհրաժեշտ բաղադրիչների արտադրություն կարանք մեր առաջ այդ խնդիրը դնենք, գոնե դա անենք, ասենք։ Դե քիչ առաջ բերեցի, ասենք, զրահատեխնիկայի օրինակը, որպեսզի պարզ դառնա, այո, մենք կարողանում ենք ներկրված տեխնիկայի համար արտադրել որոշակի քանակությամբ պայստամասեր եւ գոնե միջին նորոգումը ինքնուրույն անել։ Ավիացիան դա բարդ բան է, բայց ես կբերեմ այստեղ Հնդկաստանի օրինակը, որը սեփական ավիացիա չունենալով, այսինքն ավիացիոն արտադրություն չունենալով, կարողացավ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնել սեփական ավիացիոն արդյունաբերությունը այնպես, որ այսօր խոսքի գնում այդ ավիացիայի արտահանման մասին։ Իսկ իրենք չունեին ոչ մի բան գետնի վրա, բերեցին լիցենզիոն արտադրություն կազմակերպեցին, պահանջը դրեցին այնպես, որ այդ լիցենզիոն արտադրության հետ տեխնոլոգիաներ փոխանցվեն, այո, բաններ արտադրել։ Սա միանշանակ ռազմատեխնիկական համագործակցության խնդիր է։
հա։ Սա էլ ինձ թվում է արդեն շնորհքի հարց է։ Սա ոչ միայն շնորհքի հարց է, այստեղ տես այդ ռազմատեխնիկական համագործակցության գործընկերները պետք է նաև վստահ լինեն, որ քո գիտատեխնիկական համալիրը կարող է ունակ է կլանել այդ տեխնոլոգիաները, յուրացնել եւ տեղայնացնել։ Եվ սրա լինի դա այն դեպքում, երբ որ մենք կգնանք ռազմական արդյունաբերական համալիր ստեղծելու։ Այո, առանց դրա, առանց այդպիսի կարողությունների զարգացնելու, այդպիսի համագործակցություն, որ դու կարողանաս տեղում արտադրես ինչ-որ պայստամասեր կամ բաղադրիչ մասեր կամ մաս դառնաս ավելի մեծ արտադրական շղթաների, արտադրական համագործակցության, առանց դա չի լինում։ Այս ոլորտի հետ կապված ուրիշ բան ունենք ասելու, նկատի ունեմ, թե ինչեր ենք արտադրելու, ինչեր կարող ենք, ինչ արտադրելու հնարավորություններ ունենք, հիմնականում ասեցինք, ամենակարևորը, որ մենք հասկանանք, որ մեր գիտատեխնիկական համալիրը կարիք ունի անընդհատ պատվերի, չենք կարող նստել, սպասել, մինչև իրենք մի բան կմտածեն, կանգ ասեն, որ մենք ես սա կարողանում ենք սարքել, մի քիչ փող տվեք, ես էլ սարքենք։ Պետք է անընդհատ այդ պատվերը ակտիվ կերպով ձևավորվի, ակտիվ կերպով հասցվի գիտատեխնիկական ռազմարտությունաբերական համալիրի գիտատեխնիկական մասին, որովհետեւ նրանք կարողանան հետազոտությունները տանեն այդ ուղղությամբ, որ կարողանան առաջ գնալ։ Ստեղից արդեն ոնց որ ավտոմատ անցում կատարեցինք մեր երրորդ հարցին, այդ ինչպես հարցին, եւ այդ ինչպեսը իհարկե այդպես ինչ որ ֆոկուս չի իրենից ենթադրում, որ պետքա ֆոկուս անենք ու ասենք այսպես։ Դա ինչ որ կառավարման արդեն հարցեր են առաջ գալիս, այստեղ կառավարման հատուկ կարողություններ են եւ կառավարման մտածողություն է հատուկ։ Մասնավորապես այսպես շատ ընդհանրական ձևով ասենք, պաշտպանության նախարարությանը կապել ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ եւ կապել գիտության հետ, բուհերի հետ, ակադեմիայի հետ, այսպես ասենք, հա, եթե ակադեմիան իհարկե ոնց որ ուզում են, հա, այսինքն այս երրակողմ, այս երրանկյունին ստեղծել եւ դա ըստ էության հենց առաջին կարևոր քայլը պետք է լինի, չէ՞, եթե չեմ սխալվում։ Դե ընդհանրապես ասած, այս ամեն ինչը տարբեր երկրներում տարբեր ձև է կատարվում, հա, օրինակ Ամերիկան մի ձև ունի, դարբայի միջոցով է կատարում, այս առաջ դրանքները հասցնելը ինդուստրիային, հա, Ֆրանսիան մեկ այլ ձևով է կատարում, Ռուսաստանը մեկ ուրիշ ձևով։ Այստեղ ամենակարևորը գործող մոդելը որն է նաև Հայաստանում եւ որը Հայաստանում գործող մոդել չկա։ Չկա։ Հայաստանում գործող մոդելը քանդվել է վերջին 5 տարում այս ռազմարտությունաբերության զարգացումը, հա, եւ այդ զարգացմանը ուղղող բյուջետային միջոցները արժեքորեն թերակատարվում են։ Միշտ պետք է լինի հակառակը։ Մեր պայմաններում գտնվող երկիրը պետք է անընդհատ ավելացնի ռազմարտությունաբերության զարգացման ծախսերը։ Հիմա այս ամեն ինչի համար կարևոր է մենակ մի բան՝ կամքը։ Հա, եթե դու ունես հաղթելու կամք, պետք է գտնես այդ հաղթելու, կարողանաս գտնել այդ հաղթելու ձևը։ Եթե չկա հաղթելու կամքը, ապա ինչ էլ ուզում ես արա, արդյունք չես ստանալու։ Հիմա եթե այսօր ունենք, ասենք, կառավարության մի կառուցվածք, որում պաշտպանության նախարարությունը եւ ռազմարտությունաբերության լիազոր մարմինը ԲՏԱ նախարարությունը իրար հետ հազիվ են խոսում, հա, եւ պաշտպանական պետական պատվերը տեղաբաշխվում նաեւ օրենքին հակառակ, օրինակ ասենք պաշտպանության նախարարությունը ինքնուրույն է պատվիրում ռազմարտությունաբերական ձեռնարկություններից արտադրության պատվերը ինքնուրույն է տեղադրում։ Այս իրավիճակում հնարավոր չէ պատկերացնել այնպիսի վիճակ, որ կզարգանա։ Խզվածքը որտեղ է։ Խզվածքը հենց այդ կամքի մեջ։ Հա, քանի որ չկա կամքը հաղթելու, չի դրված հաղթելու նպատակ։ Իմիտացիա է արվում։ Իմիտացիա, միանշանակ, գործունեության իմիտացիա, գործունեության պատրանք, որի ընթացքում բյուջետային միջոցներ են հատկացում, ինչ որ բան արտադրվում է, բյուջետային միջոցներ են հատկացում, ինչ որ բյուջետային միջոցները դες հատկացում են, այսքան փող եմ տալիս ձեզ, ինչ ուզում եք արտադրեք, այս պատվերը տալիս են, թե կոնկրետացնում են մեզ այս հաղթանակի նպատակը չկա։ Պատվերը տալիս են, բայց հաղթանակի նպատակը չկա, որովհետև նախ քանակն է քիչ։ Չէ։ Կամքը տրվող փողի։ Կամքը չկա հաղթելու։ Ամբողջ խնդիրն է, որ կամքը հաղթելու հաղթանակի նպատակը չի երևումն եմ ես ուզում հասկանամ, որտեղից չի երևում։ Չենք տեսնում, որովհետև շատ քիչ փող է տրվում։ Իրականում այսօր տրվում ավելի շատ փող, քան նախորդ տարիներին, բայց ոչ այն բանի համար եւ ոչ այն քանակությամբ, որ հնարավորություն կտար չեզոքացնել մեր հակառակորդների հետ տեխնոլոգիական խզվածքը, ապահովել այն որակները, որը հնարավորություն կտար չեզոքացնել նրանց քանակային առավելությունը, հա, եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ մենք կարողանանք
ասիմետրիկ հարվածներ հասցնել, դադարեցնելով հնարավորինս արագ մեր դեմ ուղղված ագրեսիան։ Նոր որ ասացի, որ Իսրայելի ռազմարտությունաբերության արտադրանքի վաճառքից ստացած գումարը ավելին է, քան Հայաստանի բյուջեն, դա նաև այն պատճառով է, որ Իսրայելը այստեղ ներդնում է աշխարհի շատ մեծ գումար։ Իսրայելը թիվ 1 պետությունն է, առաջինն է բոլոր երկրների մեջ հնայի համեմատ ներդրումների ծավալով գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, այսպես այդ մշակումների մեջ։ Այո։ Հնայի ես փորձեցի մի քանի աղբյուրից բանեմ 5%-ից ավելին ներդնում է դրա մեջ։ Մենք հնայի կես տոկոսից պակաս ենք ներդնում գիտության մեջ ամբողջությամբ։ Ամբողջ գիտությամբ, ֆունդամենտալով, բանով։ Եթե այսօր այս ոլորտի մեջ այդ գիտահետազոտական կիրառականության եւ փորձակոնստրուկտորականը 0.18-ը իմ վերջի բաներով տվել։ Իրականում ավելի էլ քիչ, որովհետեւ դրա մեջ մտնում են ոչ միայն ռազմական, հա։ Եվ եթե պատկերացնենք այսօր բացարձակ թվերով 2025 թվականին այս պահի դրությամբ այս ռազմական գիտահետազոտական փորձակոնստրուկցիոն աշխատանքների ծախսը, ներդրումը չեմ ասում, ծախսը ամբողջությամբ 600 միլիոն դրամից մի փոքր ավել է կազմել, այն դեպքում, երբ որ մենք մեր հնան, ասենք 10 տրիլիոնից ավել է կազմում, սարսափելի փոքր թիվ, սարսափելի փոքր եւ ավելին ասեմ, սա աճի միտում չունի հիմա։ Հաջորդ տարվա բյուջեում 2026 կատարվում է գոնե տված փողը կատարվում է։ Դե այդ 600 միլիոնը տրված 5.7 միլիարդից, այսինքն 10%-ից մի փոքր ավել է կատարողականը այս պահի դրությամբ։ Հաջորդ տարի արդեն կրճատել են ծախսը։ Հա, այսօր խոսում են ծախսը ավելացնել ռազմարտությունաբերության տարի են հրճակում եւ այլն, բայց իրականում ռազմարտությունաբերության զարգացման ծախսը կրճատում են։ Հա, դե արու հավատա։ Դե հիմա ասենք եթե հատկացվում է փողը ինչքան ասցիր 5 միլիարդ 5.7 միլիարդ 2025-ի բյուջետավորված միջոցներ ռազմարտությունաբերության զարգացման, այո։ Ինչն է պատճառը, որ չեն ուզում ծախսեն այդ փողը։ Կամքը հաղթելու կամքի բացակայությունը։ Արի մի հատ բան հասկանանք։ Այս ընդհանուր առմամբ հասկանալի է։ Այս իշխանությունների բահով մենք ուրիշ ակնկալիք չենք կարող։ Բյուրոկրատական մասը։ Ես ուզում եմ մեխանիզմը հասկանամ, Ավետիք ջան, մեխանիզմը դրա։ Այսինքն իրենք այդ փողը տենց առանձնացրել են, դա ավտոմատ տենդեր է գնում ու ռազմարտությունաբերական ձեռնարկությունները չեն հայտ ներկայացնում։ Կամքը ես հասկանում եմ։ Դե իրանք առանձնացնում են ու ասում են հանկարծ ոչ մեկ ձեռ չտա այս փողը։ Դա այդպես չի։ Ինչա տեղի ունենում այստեղ։ Դա այդպես չի։ Այս պետությունը ձևավորում ձևակերպում է այսպես կոչված ռազմարտությունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականություն, ռազմավարություն։ Ասում եմ, ես մոտակա 5 կամ 10 տարվա ընթացքում պետք է զարգացնեմ SSS ճյուղեր, օրինակ ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն, օպտիկական եւ ջերմաէլեկտրոնային կամ օպտիկաէլեկտրոնային միջոցներ, հա, մեր լեզվով ասած ջերմատեսիլները, սովորական սպառազինություն, ռազմատեխնիկական ունեցվածք, համազգեստ կլինի, կոշիկ կլինի եւ այլն, ռադարներ, հա, հակաօդային պաշտպանության այլ միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ռոբոտացված այլ համակարգեր եւ այլն, հրթիռային համակարգեր, ռազմական քիմիա։ Այդ ամեն ինչ փաստաթղթի տեսքով ձևավորում եւ ձևակերպում եւ դնում է արդյունաբերության առաջ, այո, ասում արդյունաբերություն։ Ինչ պետք է այս ուղղությամբ զարգանալ եւ ես միջոցներ եմ դնելու այս ուղղությամբ զարգանալու։ Եվ այս մարմինն էլ ձևավորում եմ, հա, որպեսզի այս իմ քաղաքականությունը իրականացնի։ Դու պատրաստ եղի։ Արդյունաբերություն, եթե ինչ որ մեկը ասում է ես պատրաստ չեմ, գալիս ասում է ես այս միտքը ունեմ, բայց փողը պակասում եւ այդ փողը պետք է արդեն համապատասխանաբար հատկացվի, եթե դա գտնվում է այդ զարգացման ուղղությունների մեջ։ Դրանից հետո այստեղ տենդեր չկա ընդհանրապես։ Մենք չունենք այս ոլորտում այսպես ինչ որ լուրջ մրցակցություն իրար հետ, բացառությամբ ասենք անօդաչու թռչող սարքերի, որոնք ունենք ասենք մեկ տասնյակից ավել ընկերություններ, որոնք այդ ոլորտում մասնագիտացած են արդեն, բայց իրենք արտադրող են։ Նոր բան շատ քչերն են սարքում, հա, աերոդինամիկան չի փոխվում։ Նոր բան մտածում են եւ նոր միջոցներ մտածում են շատ քչերը։ Մնացածը արտադրում են ինչ որ 5-10 տարի առաջ մտահղացել են եւ դրա տակ դրել են արտադրական կարողություններ են զարգացնել։ Եվ այստեղ պետությունը պետք է դառնա ակտիվ պատվիրատու։ Ինքը պետք է ասի, ես քանի որ սահմանել եմ իմ ռազմարտությունաբերական ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության ուղղությունները, այսինքն։ Այո, պետությունը այստեղ պետք է ակտիվ պատվեր սահմանի։
ակտիվ պատվեր սահմանի, գնա գտնի այն ընկերություններին, որոնք ասենք կառավարման միջոցների, ասենք ալգորիթմներ են մշակում, գա ասի, գիտեք ինչ կա։ Այն ինչ որ կապված էր ասենք GPS-ի հետ, հա, GPS-ով թիրախավորման հետ, դա անցած դարա, դա էլ չի աշխատում։ Եկեք ուրիշ միջոցներ մտածեք։ Բայց այդ պետության համապատասխան բանում կամքից մի պահ վերանանք, էլի։ Կան այդ մարդիկ, որ այդքանը մտածում են, այդքանը կարողանում են հասկանան մասնագիտական առումով են, որ հասկանում են, որ GPS-ը չի աշխատում, այդ մյուս բանն է աշխատում։ Դե այստեղ շատ կարևոր որ այդ գիտությունը, հենց այդպիսի գիտությունը կարողանա զարգանալ։ Հասկանալի է, չէ՞, այսինքն հարցս որ պետությունը բավական ձևավորել կարողություններ եւ դնել ստեղծել այնպիսի անընդհատ գործընթացներ, հա, որպեսզի այդ գիտելիքը եւ այդ պատկերացումը մշտապես շրջանառվի, մշտապես վերանայվի եւ վերլուծվի արդի ռազմական եւ ռազմատեխնիկական փորձը եւ համապատասխան հետեւություններ անելով համապատասխան արդեն առաջանցիկ պատվեր ձևավորվի։ Ոչ թե երեկվա պատերազմի, այլ վաղվա պատերազմի համար։ Հասկանալի է։ Եղավ, երևի թե ամփոփենք, եթե ուրիշ ասելու, ավելացնելու բաներ չկան։ Ամենակարևորը կամք ունենանք։ Էլի եմ կրկնում։ Մենք այսպիսով մեր այսօրվա այս կարևոր զրույցի շրջանակներում հիմնավորեցինք, թե ինչու է անհրաժեշտ, ինչու է կենսական, ինչու է կարևոր ունենալ ստեղծել սեփական ռազմարտությունաբերական համալիրը։ Մենք ասացինք, որ այդ համալիրը մենք կարող ենք ունենալ, մենք ունենք դրա ստեղծելու կարողությունները, համեմատական առավելությունները, որպեսզի մենք կարողանանք մեր հակառակորդի քանակին հակադրել որակը, եւ երրորդը մենք նաեւ մատնանշեցինք, թե ինչպես է պետք դա անել, մասնավորապես օրինակ բերելով ռազմատեխնիկական համագործակցությունը գործընկեր պետությունների հետ, երկրորդը ստեղծելով կառավարման համապատասխան մոդելը, դա բնականաբար շատ նեղ մասնագիտական հարց է եւ իմաստել չի դրա մասին երկար-բարակ զրույց ծավալ եւ ամենակարևոր հանգամանքը այո կամքը, հաղթելու կամքը, որը որ ստիպում է մարդուն մտածել։ Ու եթե մենք խորը մտածենք այս հարցի շուրջ, միշտ էլ բոլոր հարցերի պատասխանը կամքից է գալիս, կամքից ու անհրաժեշտությունից է գալիս։ Ես շատ շնորհակալ եմ Ավետիք ջան, որ այս կարևոր հարցի շուրջ այսպես շատ բովանդակալից մասնագիտական զրույց ունեցանք։ Կհանդիպենք հաջորդ թողարկման շրջանակներում։ Ես հիշեցնում եմ, որ այս մեր թողարկումներում ցույց ենք տալիս, հնչեցնում ենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման տեսակետները, ծրագրային հիմնադրույթները կարևորագույն հարցերի շուրջ։ Շնորհակալություն։ Հարցություն։